նոյեմբերի 9-ն է, գտնվում ենք Տավուշի մարզի Բերդ համայնքում, հանրահայտ այն վայրում, որտեղ անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ էին տեղի ունենում, ցավոք այդ թվում ողբերգական, այդ թվում վիրավորներ էին լինում եւ ճանապարհի այս հատվածում խնդրել ենք, որպեսզի տեղադրվեն այս հայլիներից։ Շատ ենք դիմել, մի քանի անգամ բնակիչների խնդրանքը փոխանցել ենք պատկան մարմիններին, սակայն խոստանում էին, մասնավորապես ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը խոստանում էր, բայց ժողովրդի լեզվով ասած օդ էր դուրս գալիս, ոչինչ չէին անում, միայն դատարկ խոստումներ էին տալիս, իսկ որ օր առաջ պետք է տեղադրվեին այս հայլիները, դա ակնհայտ օգուտ կտար երթևեկությանը, քանի որ տեսնում եք վերևի այս հատվածից երբ մեքենան գալիս է, չէր նկատում, որ ներքևից էլ ինքը քանի որ ոլորանապտույտ հատված է, չէր նկատում, որ ավտոմեքենա է գալի եւ տեղի էր ունենում կամ բախում, իսկ վերջին դեպքերից մեկն էլ վերևից եկած Mercedes Sprinter էր ոնց որ կամ Ford Transit հայտնվել էր այս տանը, բախվել էր տան դարպասին եւ ավտոմեքենան ընկել էր կայանված 07-ի վրա, մեկ հոգի մահացել էր, դրանից հետո նույնպես դիմեցինք պատկան մարմիններին, փոխանցեցինք բնակիչների խնդրանքը, որպեսզի այս հատվածում պարտադիր այդ հայլին տեղադրեն, խոստացան, բայց հերթական անգամ օդ դուրս եկան, էլի խաբեցին, վերջին դեպքի հետ կապված նորից այստեղ վթարեր եղել, բարեբախտաբար մարդիկ չեն տուժել, այս անգամ բնակիչների խնդրանքը փոխանցեցինք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին եւ ժողովուրդ ջան, հավատացեք, մեկ շաբաթվա ընթացքում նախարարի հանձնարարականով բերվեց եւ տեղադրվեց այս հայլին։ Մինչ այստեղ նաեւ անընդհատ ծառայություն են կատարել պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Բեժանյանի գլխավորությամբ, նամանավանդ այստեղ վթարներ էր լինում նաեւ ձմռանը, երբ ճանապարհը սառած էր լինում։ Հիմա տեսեք, մեքենան այն կողմից եկավ, ինքը արդեն ակնհայտ տեսնում է հայլիով, որ ներքևից ավտոմեքենա է գալիս ու զգուշանում է։ Տեսեք, հայլով, տեսեք, ժողովուրդ ջան, տեսեք, ոնց է հայլով երևում է, ոնց են մեքենաները երթևեկում։ Այնպես որ փառք Աստծո, որ այս անգամ շնորհիվ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի խնդիրը լուծվեց։ Վստահ ենք, որ հաստատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի այս հատվածում։ Պարեկներն էլ փրկվան, չնայած պարեկներն էլ փրկվան, էլ շատ չեն գա այստեղ ծառայություն կատարեն էլի, առաջ շատ էին անում, մի փրկվան պարեկներ էլի, հայլիով երևում է էլի արդեն։ Դուք եք փրկվակել είστε շատ ծառայություն անելուց։ Կահավորած ալինու նշաններով ընտիր ալնում։
Անտես էս ավտոն գալիս է, նայ գալիս է ու ինքը հանգիստ տենում է հայլով, որ ներքևից ավտո է գալի, ներքևինն էլ իրան է տենում։